Պարոն Ղազինյան, դեռ ամիսներ առաջ Ռոմանոս Պետրոսյանը 24 տիզի զրույցում անդրադառնալով մեր այն հարցին, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ պատրաստում են Եվրոպայից վարկ վերցնել եւ սուբսիդավորելով գնի իջեցման գնալ էլեկտրաէներգիայի, նա խելամիտ չհամարեց եւ ասաց, որ կառավարությունը նման քայլի չի գնա, անդրադառնալով քաղաքական գործոնին, հա, եւ առանց վարկ վերցնելու հնարավոր է գնի իջեցման գնալ, եթե իրենք փորձեն 2026 թվականի ընտրություններից առաջ նմանօրինակ քայլի դիմել։ Մեր առաջարկը այդ ժամանակ որ եղել է այդ գնի իջեցման, այսինքն դա եղել է մեր շահույթի հաշվին։ Մենք ասել ենք մեր շահույթի հաշվին այսքան իջեցրեք։ Իհարկե հնարավոր է, բայց այստեղ ազնվություն է պետք ունենալ եւ գոնե ասել թե ում հաշվին են իջեցնում։ Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ իրենք ամեն ինչ անել են, ամեն ինչ։ Հիմա դուք հավատում եք մի անձի, որի ոնց ասեմ, այն քաղաքական ուժը, որ ինքը մասնակցում է, գիտեք, ասած թե պետք է հավատում։ Այսինքն նշանակում է, որ այսօր մի բան կասեն, վաղ ուրիշ բան կասեն, այդ նույն այսպես սերիայից էլ հայտարարություններ են գցում, որ Մասիսում հայտնաբերվեցին, չգիտեմ 870,000 արևային պահած բաժանորդներից, այսպես ասած, չմուտքագրված էլեկտրոէներգիա, 820,000, եթե չեմ սխալվում, արտաշատում։ Ես ճիշտն ասած մի քանի օր սպասում էի, ուզում էի հասկանալ սրանց ազնվությունը ինչքան անազնիվ են, էլի, առանց անձնական վիրավորանք եմ ասում, չեմ ուզում այդ դաշտ մտնել, բայց Մասիսում իրենց հայտարարած թվից, եթե չեմ սխալվում, հաստատվել է ընդամենը 120,000-ը, եւ իրենք անգամ չեն կարողանում ազնվություն ունենալ հայտարարել ժողովրդին, որ ժողովուրդ ջան, այս մենք սխալ ենք արել, մեր աշխատակիցների սխալի արդյունքում թիվը շատ ենք ասել, եւ կապված ինչեմ sense հարցերը բացում, որովհետեւ իրենք շատ բաներ են ասել, դրանց էլ են փորձում անդրադառնալ, կապված արևայինների հետ մի շատ զարմացնող արարք էին արել, իրենց այս հայտարարության մեջ նշել են, որ չեն կարող դա ասել մինչեւ մայիսի 1-ն է եղել, թե ոչ, հաշվի առնելով, որ մայիսի 1-ին մենք տարի ենք ամփոփում, այսպես սալդոյով բալանս ենք անում, թե ինչքան ունի բաժանորդ, ինչքան պետք է վճարվի եւ հաշվի առնելով մեր փորձը, որ 1500 բաժանորդ չէր կարող ուղղակի չբողոքել դիտարվա բալանսի հետ կապված, ունեմ համոզմունք եւ կարող եմ ամենայն պատասխանությամբ հայտարարել, որ դրա 90 եւ ավել տոկոսը եղել է իրենց ժամանակ։ Եվ մի բան էլ հաստատող շատ չերկարացնեմ, մի բան էլ հաստատող դրան, որ մեր ժամանակ օրինակ իմ ղեկավարած ժամանակ, իմ աշխատած ժամանակ մի քանի հազար ուսումնասիրում ենք, թե չսխալվել է թե ոչ, հավելագրում անող տեսուչը կամ հակառակը կիլովատ վաճառող պահող տեսուչը հեռացվում էր աշխատանքից։ Հիմա անցել է արդեն ինչքան չգիտեմ մի ամիս, ով է հեռացվել հետից։ Տեսուչները, որոնք անմիջական կատարողներն են, արդյոք հեռացվել են։ Իսկ դա արդեն գալիս է ապացուցելու, որ իրենց ցուցումով արված է, այդ իսկ պատճառով չեն ազատելու։ Եթե ճիշտ են, թող այդ 40, 50, 60 տեսուչին, ովքեր դրա մեջ մասնակից են եղել, ազատեն։ Ինչ եղան դատախազության գործեր, ամեն օր գործ են ուղարկում դատախազություն, ում են կանչել լսել, ինչ են արել, այս շոուն ընդամենը ժողովրդին փորձեն, ժողովրդի աչքում Սամվել Կարապետյանին, այսպես իր բարի համբավով չհասնեն, լավ, sense մեղմ ասեմ։